այժմ և միշտ և ավետյանս ավիտենից։ Եդուր յուրացած նշան, դիապրեստին հերեսակալական, որպես բրկեցան սիրելի քո կեցաչով քո և դուրմես, ուղիղ եղիցին աղոքին, որպես հում առաջի կոտներ, համբարձում ընձեռածի մոց, կատարակ երեկոյիս, ասաստուկ ամենեքյան միաբանության դեր ողորմյա, Սանխաղության ամենայն աշխարհի հաստատության սրբոյը գեղեցվող աստեր աղաչեսով Տեր ողորմյա Վասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոսած աստեր աղաչեսով Տեր ողորմյա Վասն հայրապետին մերոտ դյարն Գարեգնի երկրորդի սրբասնագույն կաթողիկոսի կենաց և բրկության օգնորի աստեր աղաչեսով Տեր ողորմյա Վասն վարդապետած քահանայից սարկավագած դպրած և ամենայն ուխտի մանկանց եկեղեցվող աստեր աղաչեսով Տեր ողորմյա Վասն բարեպաշտ թագավորած և աստվածասեր իշխանած զորավարած և զորացնոցի աստեր աղաչեսով Տեր ողորմյա Վասն զիտերն ամենակալ հնազանդեցուստի առաջինոցա զամենայն պատերազմնոց թշնամյաց աստեր աղաչեսով Տեր ողորմյա Ագս հարց և բարձր մրոց որքի գերության են և իչարծարայության աստեր աղաչեսով Տեր ողորմյա ճանապարհորդած և նավորդած խաղությամբ հասանիլ ինավանգիստն բարության աստեր աղաչեսով Տեր ողորմյա Աղագս հիվանդած և ամենայն վշտացելոց ու տապես առողջության աստեր աղաչեսով Տեր ողորմյա Աղագս բարեխառնության օտոց անձրևած քաղցրության և պտղոտ առատության աստեր աղաչեսով Տեր ողորմյա Աղագս ուխտավորած և պտղաբերից Իսուրբ եկեղեցի Աստուծով աստեր աղաչեսով Տեր ողորմյա Եվ աղագս այնոցի գործնակ միալկենի ձեռս անօրինած վասն անվանն Քրիստոսի աստեր աղաչեսով Ազատյա Տեր և ողորմյա Հոգոսն հանգուցելոց, որ ճշմարիտ և ուղիղ հավատով ի Քրիստոսն ընջեցի, աստեր աղաչեսով, Իշատեր և ողորմյա, Ագս փրկելոց մեզ դյարն Աստուծով, երևիլ և աներևու թշնամբույթ, աստեր աղաչեսով, Տեր ողորմյա, Հարավորյալ և օրդյալ միշտ սուրբ կույսը, սուրբ Սովանես մկրտիչը, սուրբ Ստեփանոս նախագկայն սուրբ Զարաքյալցն եվս Մարգարեսը, Զարի եվս արտով սուրբ վկայսը, եվս մեծ խոստովանողն Քրիստոսի ես հայրապետն մեր սուրբն Գրիգոր լուսավորիչն Հայաստանյացս աշխարհին։ Իշերջիկ և զամենայն սուրբս և նոքոք աստեր աղաչեսով, Իշատեր և ողորմյա, Զերեգս մերձյալ և զերեչիկա գիշերս խաղության բանցուցան էլ հավատով, իդյարն է խնդրեսով, Շնորհյա Տեր, ասրեստակ խաղության պապան անձանց մերոց, իդյարն է խնդրեսով, Շնորհյա Տեր, և ըսթողություն հանցանած մերոց, իդյարն է խնդրեսով, Շնորհյա Տեր, սրբող խաչին մեծ և կարող զորությունն օգնություն անձանց մերոց, իդյարն է խնդրեսով, Շնորհյա Տեր, և ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, աստեր աղաչեսով, Տեր ողորմյա, Զանձինս մեր ևս միմյանս դյարն Աստուծո ամենակալին, հանձն արաստով, Քեզ դյարն դանձն ելիցուկ, ողորմյաց մեզ Տիր Աստվածներ, ըստ մեծի ողորմության քո,
Աստծու կանենության միաբանության, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Լուրջ այնից մերոց ներածված մեր եկալ զաղաչանս մեր, սամբարձում ընձերած մերոց եվս բանս աղոտից, սրպելով ձերեկոյի պատարակս մեր յոհոտ անուշից իայջույս կես պատրաստել։ Հավելի մեզ ներ ամենակալ, զավատ ասուվիցս սեր և զամենայն գործս առակիրության, որպեսի ըստ կամած կոց բարեսիրած, միշտ կրոնավորյալ բարեպաշտության մի տվե և մի գիշերի, արժանավոր կիրեցու կաղակս անձանց մերոց կրկության, և ասն հոգևոր կենացը տաղաչելս կեզ տեր, և գտանելի կեն շնորս և զողորություն, և գանալով բարավորեսու, ըսայր և զորդ և սուր հոգի, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից ամեն խաղաղություն ամենեցում։ Եվ ատոքույթում, Աստուծո և ներպագեսում, հարաշիկ ոտներ, Կես երկիր պագանելով ներասված մեր բանամքս կեն աղատս, խաղաղության բացուցանելով իմեն ձերկարություն կմենյանս, դուր մեզ տեր աղաչեմքս կես, սերեկս և զարաչիկա գիշերս, առանց մեղած և առանց կայքակության ամսուցանել։ Աստատում կայր մնալ Յավատ, Իհույսի սեր և ի պատվիրանապահության կողմ, կտրելով սխաղաղություն ամենայն աշխարհի և եկեղեցվող ու սրբոզ աստատություն և անձանց մերոցս կրկնություն, որպես ընդունելով իկենս հայսպացս մեր և ըց մեծ վայրջական պարաբանություն, մի իշկի բարձունս առաջեսուք ամենազոր տերությանը Քրիստոս աստված մեր, այժմ և միշտ և ավիդյանս ավիդենից։
աստվածածնին, և իջանելով իր ամենողորմության և գտության դառնաստուծո, ամենակալ մեր աստված մեր, կեցո և որմյակ, և փառքոր և որդվո և որդվի սրբո այնքև և իշխվավիտյան սավիտնից Համարցիս աշկիմիներիս ուստի եկես ծեինզ օգնություն իծիտյարն է եկես ծեր, որ արարզերկինս և զերկի, մի տարի սասանություն զոտնքո և մի ննջես ծեր պահապանքո, որպես ոչ ննջե և ոչ իքուն և թա պահապան Իսրայելի, դեր պայսես կեզ և դեր ընկացի աչո ձեր մամյուրով, արեկակ մի տվեք կեզ մի մեղիցեր և մի լուսինի գիշերի, դեր պայսես կեզ ամենայն չարե, պայսես դեր զանձնքո, դեր պայսես մուլ և զերքո, այսում է դեր միջև հավիտյան, հարգոր և որդվո և որդիվ սրբո, այժմ և միշ և հավիտյան սավիտենից ամեն, որ սխորուր դրդու գալստյանը, առաջակույն կուշակեցեր, մարգարիով կն Իսրայելի, զորը սնտեցեր հետ Մովսեսի, որ խոսեցան հոգվով սրբով բազմապատիկ օրինակով, տուր մեզ փրկիչ ողորմություն և զմեղած փողություն, իմերձենալ ամաց վերջին, զոր տեսանող կնծանուցին, ըս հասանիլ մեր փրկողին արի բաղջան ժամանակին, երևեցար իմեջ մարդկան, զգեցյալս կերպ ծարայական, տուր մեզ փրկիչ ողորմություն և զմեղած փողություն, հարկոր և որդվող և հոգվույն սրբով, իվեջերոր ավոր զադան ստերծեր իտիպ քո տիրական, որ ոչ պահել սպատվիրանը, մեր կացավ սպատմուճանը, իսկ նոր Ադամը իվեց դարում այս արեր որուսելույն, տուր մեզ փրկիչ, ողորմություն և զմեղած փողություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն, տաճար լուսով, անստվերի և արագաստ անճար բանի, որ նախնույն մոր և այի բարձեր զանեց զգրտմալի, հայցավ որդվո կոմիացնի, որ հաշտությանն միջնորդի, վարնալի մեջ սպրովություն և տացվոգոց խաղաղություն, վասն խաղաղության ամենայն աշխարհի և հաստատության սրբո եկեղեցուներ աղաչեցուկ, ասացուկ ամենեքյան միաբանությամբ, Տեր ողորմյակ, Տեր ողորմյակ, Տեր ողորմյակ, Հայր մտած բարետնամով արարիչ ամենայն արարածոց, ընկալս բաղատանս ծարայիցոցի ժամ երեկոյից, որ առատ տեսար ամենեսյան բարգևող բարերարությանքով, ողորմյան Տեր ամենայն աշխարհի և եկեղեցվող ու սրբով, հիվանդած, կշտացելոց, ճանապարհորդած, նավորդած, խոստովանողած, ապաշխարողած և հոգվոց նամուցելով զիդուտել ամենակար, գիտես պետս մեր և ըսկարից, առավելքան զոր խնդրել և իմանալ, և կեզ ընդորդվո և ամենասրտող կույր, վայել է պարկ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ամենյան սավիտենից։ Աստորտնեցեք ամենայն ծարակյար նստեր, որ գագիտում կյար երիկավիտս աստոտոմերով, իգեշիկան բարձեք ձերս ձերի սրբություն և օրտնեցեք ըստեր, օրտնեցես մեզ տերի սիոներ, որ արզերկինս և ձերքին, ոսովայրես կեստեր բոլորով սրտին իմով, առաջի ռեշտակած սաղմոս ասացիս կեզ, սիլվար զբանս վերանույմով, երկի պագիզի տաճար սուրբքո և խոստովայր է ծանվանքուն, վասն ողորմության և ճշմարտության քո, մեծ ամենայն իզանուն սուրբքո, որում ավոր կարտամարկես վավակի լուրին և բազում արածես զորությունս անձնիմ, խոստովան եղեցին արկես ամենայն թագավորը երկրի, սիլվան զբանս վերանեկո և օրտնեսեն շանապարասկո, մեծ են պարբյարան, բարձրտես, ըսխոնարս տեսանեն, ըսբարտումս երաստանեն ճանաչել, գնատիտեսի մեջ նևության, կեցուցեսի բարգութոներ դշնամվոյն, զկեցեր ձերնքո և պրկյալ դիտաշքո և տերատուսնենիմ, Տեր ողորմություն գավիտյան, ըսգործը ձերած կոսմյան տեսակներ, Աստված, անվան կոմ կեցոզիս, և իզորության կոմ իրավարը,
Samokimov Bataragas Matutsiskes, Kostova Rezanvan Kumterzi Barie, Amenaime Useneme Perketzerziz, Ivitashnavisim Yetesakni, Turzorutun Taraiko, Ketzozor Teafnoko, Yevararis Mesham Barutyan, Tesen Atellikim Yevamachesen, Tidu Turakneserin Yevachitaretzerziz, Kartor, Yevorvo, Yevorvoitzero, Ayzen Yevish, Yevavityanes, Avidenit Amen. Surkachi Vasahaches Sukaster, Zisovach Perkeses Mezimevas, Yevketsuses Nori Bogormutyan Yuro, Amen Amen, Terasvats Me, Yeso Yevormyan, Tervormyan, Tervormyan, Բախվանյաս մեզ Քրիստոս ասված մեր են հովանյավ սուրբ և պատվական խաչի լծովի հաղավության, դրկյա հերևելի և անյերևույթ շնամույն, արժանամոր Յակոբյան բարավորելս քեզ թող և ընձրվող գույն, այժմ և միշտ և համիտյանս հավիտենից, ամեն, օրտնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, այժմ որ հերքինս ես, սոր երեցյան ամոնով, Եգեցյան արկայությունով, Եգեցին անգով, որպես երկինս երկրին, ասած մեր համազոր, դուր մեզ այսօր, և ով մեզ արդից մեջ, որպես և մենք ով մերոց մարդականած, և ինքանից մեզ որություն, այդ կրած մեզ չայ, զվիգո արկայություն, և զորություն, և արկ, Օրտնեցիք ըստեր համենայն ժամ, օրտնություն նորակ ի վերան։ Օրտնյալ եղերուկի շնորհացու, փոքրուն երթայքի խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղեցի ձեզ և ընդամենեսյանսն ամեն։ Այս կիրակի օրվա քարոզությունը մեր Դանիել տպիրը կանցկացնի, հիմա լսենք մեր Դանիելի Սիրելիներ, անցանց անգամ, եթե հիշում եք, մենք խոսեցինք 10-րդի մասին, այսինքն ավելի շատ Աստծո տաճարին տուրք տալու կարևորության մասին։ Եվ խնդրեցի, որ մտորեք այս առումով։ Զրույցներից հետո ժողովուրդ ջան, նկատի որ մարդկանց մոտ դա ոնց որ արձագանք չի գտնում, Հիմա ես ուզում եմ մենք մի հարցին պատասխանենք, ինչու ենք դժվարանում այդ գործում, ինչու Աստված չի թողնում, որ մենք Աստծո տաճարին տուրք տանք, իմանալով որ հրեաները 20 տարեկանից բարձր բոլորը տուրք էին տալիս, տարին 4 անգամ գնում էին տաճար, Սողոմոնի կառուցած տաճար, բայց մենք ունենք Սուրբ Էջմիածին, որ առավել է քան Սողոմոնի տաճարը, ինչի համար, որովհետև տաճարը կառուցվեց լուսավորչի տեսիլքով և Աստծո հայտնության յուրահատուկ տեղ է, առաջ եկեղեցիները կառուցվում են այն տեղերը, որտեղ Աստված էր մատնանիշ, դրանք հատուկ տեղեր են, և ինչպես մեր սրբազան եպիսկոպոսներից ասում, Քրիստոս իջավ իջման սեղանին ոսկե մուրճով և տակավին այնտեղ է, այսինքն Քրիստոս ներկա է մեր բոլոր եկեղեցիների մայր եկեղեցիների սուրբ խորաններում, Հիմա ինչի համար ենք մենք դժվարանում այդ պահը, հիմա դուք պատկերացրեք սենց մի բան ժողովուրդ ջան, եթե մի մարդ, որ տարիներով չլվացվի, տարիներով շորերը չփոխի, տարիներով սենց բան, դուք իր ձեռքից չեք վերցնի, սենց բան ժողովուրդ ջան, այսինքն մի կին կա, ասում է մոտենում է քահանային, ասում է շատ քարոզներ եմ լսում, աղոթ քան ասում, Տեր Աստված, լսում եմ քարոզներ, աղոթում եմ, բայց իմ մեջ ոչինչ բան չի փոխվում, ինչն է, ասում է խնդիրը։ Եվ մի հատ շատ հայտնի քարոզիչ է գալիս այդ քաղաք, որին լսելու համար տարբեր քաղաքներից ուխտավորներ են գալիս, որ լսեն դա։ Շատ զորավոր քարոզներ է, բոլորին շատ դուր է գալիս, բժշկություններ են լինում այդ քարոզների ժամանակ։ Մեկ էլ այդ կինը նստած մեկուսի դիմում Աստծուն, ասում է Տեր Աստված, ասում է ով է այս քարոզիչը։
Մի կեր անցնում է կողքով, վեղարը մի պահ քամին բարձրացնում է, ու տակից տեսնում է բոզեր զարմանում է, ուշում է, թե ոնց կարող է սենց այդ քարոզը տվողը այսպես լիներ սատանա ու ձայնակ ասում է մաքրում են ամանի արտաքինը իսկ ներսը մնում է լիքը ստերով, ստությամբ եւ աղբերով հիմա իսկ ով է կարողանում ներսը մաքրել միայն Քրիստոս որ Քրիստոսի քարոզներն են որ ունակ են մարդու հոգին մաքրեցնելու եւ Քրիստոսի առաքյալները հիշում եք Պետրոս առաքյալը ոնց էր քարոզում ավետանում ցես դրվակ կա ասում է եւ ուսուցիչը բացեց բերանը եւ սկսեց քարոզել ու հայրերը մեկնում են որ իրական քարոզիչը ոչ միայն խոսքով է քարոզում հա այլ իր կյանքով է Պետրոս առաքյալը անցնում էր հիվանդի կողքով, ստվերը ընկնում էր հիվանդի վրա, հիվանդը բժշկվում էր։ Գործ առաքելոցից այդ պատմությունը ինձանից լավ գիտեք, թաշկինակը դնում են հիվանդների վրա եւ բժշկվում են։ Դեռ ոչ մի խոսք չկար, այսինքն առաքյալների միջից բժշկում էր էլի Քրիստոս։ Ըստ Պողոս առաքյալի ոչ թե ես, այլ Քրիստոս, որ ինձ մեջ է։ Հիշում եք այն դրվագը, որ այդ Քրիստոս համբարձվավ երկինք, շատերը պատկերացնում համբարձվավ երկինք, հերուկն, բայց մի քիչ վաղ կարդում ենք, որ երկինքի արքայությունը ձեր ներսում է, եւ Քրիստոս, երբ որ համբարձվեց երկինք, համբարձվեց երկինքի արքայությունը մեր սրտերի մեջ, առաքյալների սրտերի մեջ, եւ քարոզեց առաքյալների մեջ, ովքեր ճանաչում են Քրիստոսին եւ երբեք չեն կարողանում մոռանալ Քրիստոսի տեսլականը միշտ իրենց աչքի առաջ է ինչպես Գրիգոր Լուսավորիչը ինչպես Պողոս առաքյալը որ ճանապարհին հանդեպեց Քրիստոսին այդ է ճշմարիտ քարոզությունը որը մեր սուրբ եկեղեցին ձեռնադրությամբ տանում են բոլոր քահանաները հիմա սիրելիներ ես ուզում եմ որ մենք Այսօր Գրիգոր Լուսավորիչի տոնն էր, չէ՞, մենք միշտ ուշադիր լինենք եւ լսենք Գրիգոր Լուսավորիչի քարոզները։ Թադեոս եւ Բարդուլոմեոս քարոզները երբևիցե լսել եք դուք, որ առաջին լուսավորիչն են մեր Հայաստան աշխարհի, հա։ Ուզում իրանց քարոզները լսենք, բոլոր առաքյալների քարոզները լսենք եւ Հիսուս Քրիստոսի քարոզները լսենք, հա, որը մաքրում է ներսը։ Բայց մենք որտեղ կարող ենք այդ քարոզները լսել, սիրելիներ։ Այն մի հատ հրաշա սքանչելագործ գիրք ունենք, հա, մեր եկեղեցու, որը կոչվում է Ալտերի ժամագիրք, այս գիրքն է։ Սա պետք է լինի քրիստոնյաների սեղանի գիրք, այսինքն ստեղ զետեղված բոլոր աղոթքները, հա, մենք ինչ գիտենք, որ սա Քրիստոսի աղոթքներն են, Գրիգոր Լուսավորիչի բոլոր առաքյալների աղոթքներն են, որտեղ սա եկեղեցու աղոթամատյանն է, իսկ եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Դա համար մենք պետք է ուշադիր հետ է։ Ես ուզում եմ, որ մենք այս մեր հանդիպումների ժամանակ, ինչքան որ Աստված կկամենա, մենք փորձենք հասկանանք, թե ինչ է գրված մեր աղոթամատյանը, ամենակարևոր աղոթամատյանը։ Այսօրվա հանդիպումը, հա, ուզում եմ, որ մենք նվիրենք այդ հրաժարիմքին, որտեղ աղոթագիրքը, ժամագիրքը սկսում է հրաժարիմքից։ Սկզբից գալու Սաղմոսած գիրքը, Սաղմոսներից հետո առաջինը, որ Աստված պաշտություն պետք է լինի, լինում է հրաժարիմքից։ Նոր մի քիչ առաջ ասեցինք, հա, սիրելիներ, որ երբ որ մարդ տարիներով չլվացվի, տարիներով հա չլողանա, շորը չփոխի, նրան ոչ միտեղ չեն ընդունում։ Նա հիմա դուք տեսեք ինչքան Աստծո ողորմատությունը, հա, որտեղ ընդունում է մեզ բոլորիս, հա։ Օրինակ հրաժարիմքը ինչ է նշանակում։ Առավոտ որ մարդ արթնանում է, առաջ երթին ինչ անում սիրելիներ։ Առաջ երթին լվացվում է, հա։ Ինչ է նշանակում լվացում եք, ինչ ենք անում։ Կեղտից հրաժարվում, հա։ Այ կանայք գիտեն, հետո խնամքի, մաշկի խնամքի միջոցներ են դրել։ Եթե չլվացվեն, հա,
այդ խնամքի միջոցները հագուստ, եթե կեղտոտ մարմին դա հագնես, դուք բոլորը պատկերացնում եք։ Դրա համար հայրերը առաջի հերթին զետեղել են հրաժարին, շատ կարևոր է։ Սա մաքրում է մեր ներսը, ոնց որ մենք դրսում է առավոտ արդեն պետք է լվացում ենք առաջի հերթին։ Անմիջապես մեր դրանից պետք է դուրս գա հրաժարին։ Իսկ նաև պետք է մենք մաքրենք մեր ներսը, հրաժարվենք այդ կեղտից սատանայից, ինչի համար, որտեղ մենք պետք է գանք եւ ներկայանանք Քրիստոսի, մենք պետք է գանք Աստծուն, ուշված գիտեք, օրինակ կանանց անմաքրությունը ավելի անընդուն է, քան տղամարդկանց, դրա համար են ասում, որ կանայք տղամարդից առաջ չկանգնեն, ոչ թե տղամարդիկ հետևից կանգնում են գայթակղում, ոչ, այլ որ ասում է ապաշխարեցեք, քանի մերձ է Աստծո արքայությունը, մերձ է, չէ, մոտ է Քրիստոս, այ Սուրբ Խորանի բազմաթիվ, դրա համար միշտ երկյուղով մոտենալ։ Եվ նախկինում ոնց էր, մինչև հաղորդություն, որպեսզի արժանանան հաղորդություն ստանան, 2 շաբթի, 3 շաբթի, ամբողջ ժամերգությունները պետք է կատարվեն, որ կարողանան ներկայանալ Աստծուն, օրապահքերը պետք է պահեն, որ նոր կարողանան գավիթից առաջ գան քրիստոնյաները։ Սա ես ուզում եմ, որ ամեն անգամ եկեղեցի ենք մտնում, մենք մեզ հարց տանք, մենք իրավունք ունենք, այդքան մոտ կանգնենք, այդքան առաջ կան, այսինքն, բայց այդ հնարավորությունները կա, տված է մեզ ժամերգություն, ունենք 9 ժամերգություն, որը օրվա ընթացքում Աստծուն փառաբանության հատուկ ժամերի հատուկ աղոթներ, որ զետեղված է Սուրբ մեր ժամագրքում։ Բայց մեր առաքելական եկեղեցին հատուցյալ մենք գիտենք ամեն օր ժամը 9-ին լինում է կամ գիշերային կամ առավոտյան ժամերգությունները, երեկոյան 5-ին առավոտյան թեմում, երեկոյան ժամերգություն կամ խաղաղական։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ հիմա ժամագիր չունեն, կամ դժվարանում են եկեղեցի գնան, կամ տանը աղոթեն, ես ձեզ խնդրում եւ բոլորում եմ, ունի 15 րոպե ատեմ այդ ընթացքը նվիրեք Աստծուն։ Դուք պետք է կիրակի օրը գաք եկեղեցի, այսինքն եթե թեկուզ տան եք աշխատանքի վայրում եք 15 րոպե նվիրում եք Աստծուն, եթե չկա այդ 15 րոպեն կարող եք հայրմեր ասել, կարող եք ասել Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, ողորմյա ինձ մեղադրեցի։ Գիտեք չէ՞, ինձ երբ որ Գավիթը Գոլիաթի դեմ պատերազմի դուրս եկավ, այդ մենամարտի, ասում է 5 հավասարաչափ քարեր վերցրեց, Պարսատիկով մեկով խփեց եւ այդ հսկային տապալեց, այդ 5 քարեր, ասում է Տեր Հիսուս Քրիստոս ողորմյա ինձ, այսինքն դա շատ զորավոր է, այս վերջերս ականատես եղանք, Տեր հոր մոտ եկել էր երիտասարդ, որը բռնված էր չարեց, ակնհայտ, բայց ինքը չի ընդունում, չէր կարողանում, եւ երբ որ ուտյալ քահանան, սկսեց աղոթքով Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ասա 50 անգամ Տեր Հիսուս Քրիստոս ողորմյա ինձ, 10 անգամից տապալվեց, վերջում ծնկի արի, Սուրբ Մարիամ Աստվածածնի եւ Մանուկ Քրիստոսի սրբապատկերն էր, այսինքն սա խոսում ինչի համար տեսավ, որ զորավոր է Քրիստոսի անունը, խաչակնքվելով Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, սա մաքրում է մեր ներսը, ոչ թե արտաքինը, մենք օրինակ կարող է լսենք քարոզներ, ուղղենք, շատ մեր դուր գա, բայց մաքրողը Քրիստոսն է, եւ Քրիստոսի եկեղեցում տրված այս գրքով մենք հիմա փորձենք հրաժարիմքի մասին, մի հատ խորենք, ինչ է նշանակում հրաժարիմքը։ Հրաժարիմքի սատանայ եւ ամենայն խաբեութեն է նորա, ի պատրանած նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամած նորա, ի չար հրեշտակած նորա, ի չար պաշտոնեից նորա, ի չար կամարած նորա եւ ամենայն չար զորութեն է նորա, հրաժարելով հրաժարվեցող։ Սա է։ Բայց հիմա դա ինչ է նշում, այդ ո՞նց է հասկանում։ Ունեք հրաժարիմքի սատանայ եւ առաջինը ամենայն խաբեութեն է նորա, դա ինչ է նշանակում, ունեք ո՞նց կթարգմանեք։ Հրաժարիմքի սատանայ եւ նրա բոլոր խաբեություններից։ Այդ տեսեք, այս եւ նրա բոլոր խաբեություններից։
Այ ես որ ես լսում եմ, ես մեկ-մեկ միտք ա գալիս Տեր-Հայջան, որ Խաչատուր Աբովյանի միջոցով, հա, ոնց որ հատուկ աշխարհաբար լեզու ստեղծվել էր, որ գրաբարը աղավաղվի։ Այդ տես գործան։ Հիմա լսեք գրաբարով։ Հրաժարի Իսատանե, ես աշխարհաբար եւ նրա բոլոր խաբեություններից։ Իբրե խաբեությունները նրանն են։ Հա? Բայց լսեք, մի քանի անգամ հրաժարի Իսատանե եւ ամենայն խաբեությունն են նորա։ Ամենայն խաբեությունն են նորա։ Այսինքն խաբեությունը նրանն է։ Խաբեությունը ոչ թե մեր սուտը, մենք որ սուտ ենք, մենք որ խաբեությամբ ենք, դա մեզ միացնում է Սատանային։ Այսինքն ստեղ կարելի թարգմանել հրաժարում ենք Սատանայից եւ ամբողջ ստից այդ ստի հայրը Սատանան է։ Մենք ո՞նց ենք ունում Սատանային ճիրանների մեջ։ Ստով։ Ինքան սուտը մտել է մեր առօրյայի մեջ։ Ամեն մարդ խաբում է, ամեն մարդ, հա։ Այսինքն կարող է անցնի, տեսնի 100 դրամ է գետի նկած, ասի ես չեմ դրել, ես չեմ վերցնի, ով է կորցրել, հա, 100 դրամ ժողովուրդ, բնական է։ Բայց երբ որ $1 միլիոն չեք ա դրած, հա, մեկ էլ տեսնում ես նես տարա, որ ինքն էլ չզգաց, տունը նոր նկատեց, որ արդեն վերցրել է, հա։ Սա մարդու ընկած բնությունն է սիրելիներ։ Հիմա այդ խաբեությունը մենք հրաժարվում ենք ստից, սա է մեզ կործանում։ Մենք ընկանք Սատանայի գիրկը խաբելու, առաջի քայլն է, հա։ Այսինքն երբ որ հրաժարենք Իսատանի ամենայն խաբեությունը, ի պատրանացնումը, հա, այսինքն խաբեությունը, եթե մենք դենք, արդեն գալիս է պատրանք։ Պատրանքն ինչ է սիրելիներ։ Դες երկու բացատրություն ունի, հա։ Երբ որ պատրանք չերևացող բանն ես տեսնում, օրինակ գնում եք անապատով, 4 կողմը ավազա, ծարավ ես, հա, չկա ջուր։ Մեկ էլ քեզ երևում է մի հատ ինչ-որ լիճ, կապույտ ջրով, գնում է, բայց տեսնում է դա պատրանք էր, ավազ էր, պատրանք էր խաբվել։ Եվ երկրորդ իմացա պատրանք, պատրել, այսինքն չարը պատրում է։ Ինչի համար է պատրում մեզ չարը, որ իր սեր մտնում է։ Հրաժարենք Իսատանը եւ նա խաբեն ի պատրանացնոր, դա սուտը բերում է պատրանքի, հա։ Այսինքն մարդ կա, որ միշտ ուշանում է աշխատանքից, հա։ Առաջ անգամ ասում է, այսօր սենց այս պատճառն է բերում, հա, կամ սուտ է խոսում։ Առաջ անգամ հավատում են իրան, երկրորդ անգամ հենց կիսատ են հավատում, երրորդ անգամ որ սուտում է չեն հավատում, բայց չորրորդ անգամ մենակ ինքն է իրան հավատում։ Նրան ասում է, ինչ, հա, հնարավոր է, այսինքն ինքը պատրանքին, պատրվել է արդեն։ Իրան թվում է շատ ասածը ճշմարիտ է, բայց բոլորն հասկանում են, որ ստեց։ Հա, կա, բացի իրանից, այդ դրա վատը Սատանեն մեր միտքն է։ Մենք կարող ենք սևը արդեն տեսնում ենք սպիտակ, սպիտակը սև, հա։ Ի պատրանացնորը, հրաշանում է խաբեն, ի խորհրդոցները, երբ որ պատրանքը կա, արդեն խորհուրդներն է գալիս չարի, հա։ Օրինակ sense մի հատ պատմություն կա, հա, մոտավորապես, մի հատ կին գալիս հավատացյալ ասում է, Տեր հայ, ինչ անեմ, ասում է, անընդհատ միտքս փախնում է, անընդհատ չեմ կարողանում, հա, կենտրոնանամ աղոթքի վրա, այդ խնդիրն է, չեմ կարողանում աղոթքի վրա, թե քահանան փորձառու քահանա, քրիստոնյա, հա, ինքը գիտի արդեն, հրաժարիմքը գիտի, հրաժարիմքը Սատան ամենայն խաբեությունը բերում է պատրանքի, պատրանքը բերում է խորհրդի, այսինքն չար իր մտքերն է բերում, չես կարող, վերցնում է, հա, սկոչը պատկերացնում եք, այդ կնոջ բերանս է սկոչով պատմում, շատ խիստ ասում է, նզովյալ կլինես, եթե դու այդ ուրբաթորն է լինում, իրակի դիգաս պատարակին, եթե հանես, եթե մի բառ խոսաս, հա, գալիս է իրա, այս կինը նզովքի բառը լսում է, սարսափում է, գնում է տուն, ոչ հաց հատում, ոչ խոսում է, ոչ մեկի հետ, ասենց մենակ Տեր ողորնա, ասենց բանը, իրակի օրը քահանան պատարակից հետո ասում է, ոնց էր պատարակ, ոյ ասում է Տեր հայր, ասում է, սենց հիրանություն, հոգևոր խրախճան, ես չէի ապրել, սենց Աստծու հետ ես, նոր հանում է, հա, այդ բան ասում է, նա այլևս շուրթերը չբացես, ստի համար, որ ավելի վատ մեղքի մեջ չընկնես, հա, հիմա ստի համար անցածական մենք խոսացինք, չէ, ինչ է սուտ, մեկի համար սուտը ակնհայտ խաբելն է, հա, տարբեր մակարդակի կան մարդիկ, բայց մեկի համար սուտը համարվում, հա, ում որ շատ է տրված, նրանից շատ է պահանջվում, մեկի համար կարող է սուտ համարվի, յուրաքանչյուր աշխարհիկ խոսակցությամբ, օրինակ վանականների համար, հա, երբ որ վանքերում են, օրինակ ամբողջ աղոթներն անում են, ամբողջովին աղոթական վիճակի մեջ են, այն ինչ որ գրած, իրանք նույնիսկ իրանց հետ ասացի անցանկան, խոսում են սաղմոսների բառերով,
Աշխարհիկը իրենց համար սուտ է։ Կան մագարտակի մարդիկ, որ ուղղակի աշխարհիկ խոսակցությունը դա սուտ է, այսինքն սուտ ինչ է, գրված չի սուրբ գրքում, չկա, այսինքն, հա, չարից է, չարարված է, արարված է, ինչ որ Աստծո խոսքն է, մենք քրիստոնյա պետք է գնա նրան կամ ասում Աստծո մասին խորհիր, հա, Աստծո խոսքերով խոսի, Աստված լսնի իրան, եւ այդ կնոջն ասում է գնա, բերանը չբացես ստի համար, որ ավելի վատ վիճակի մեջ չընկնես։ Իսկ ի՞նչն է ավելի վատ վիճակը, հա։ Խորհրդի ավելի վատ իգնացիցն է, այսինքն չարը, երբ որ մտքերի մեջ տիրապետում է, սկսում է իր ճանապարհներով տան, չարի ճանապարհները գնա, իգնացիցն է, իչար կամածն է, հա, այսինքն մարդու կամքը չարի կամքի հետ մեկտեղ ալի, կամքը միանում է, ու մեկ էլ մարդ լսում է, որ ինքը հավական է ստանում, բավականություն է ստանում, օրինակ հայոյանքներ լսելով, օրինակ հաղորդումներ կան, որ ուղղակի հայոյանքներով, հա, որը առաքյալը լավ ասում, ամոթ է նույնիսկ արտաբերել է, բայց երբ որ չարի խորհուրդներով մարդ գնում, արդեն սա կարելի է մենք ինքներս մեզ տուգենք, երբ որ բավականություն է, ասես արդարացնում ես, հա ճիշտ բան ասում, դա մեղանչել է ճշմարտության դեմ, հա, որտեղ ճշմարտությունը Քրիստոսն է, չի կարա հայոյը ճիշտ բան հասկանում եք, դա նշանակում է, որ ինքան անկավ մարդ, որ գնաց նրա ճանապարհին, չար խորհրդի ճանապարհին, ի գնացից նրա, հետո ասում է հրաժեք չար հրեշտակացնորա, չար հրեշտակները, ով են ժողովուրդ, տես բան լինում են, մեկ էլ մարդ ասում է, տեսնում են, որ աներևույթ կողքիների համար անտեսանելի, բայց մեկ էլ մոտենում է իրան, ինքը զգում է տահաճ հոտը, հա, տահաճ նույնիսկ հասկանում ես մարմնի կպնելը, հա, եւ այլ մեկ էլ աչքերը բացված տեսնում ես կողքը նայած իրան հարածը, հա, այսինքն զգում է չարի ներկայությունը, հրեշտակները կան, հա, որ կա, այսինքն երբ որ դու մեր ճանապարհները բացում ես, ուշադրություն չդարձնելով, հա, այսինքն այս հրաժարիմքը դա կարևորագույն ոնց որ հիմնակարը Սաղմոսագրքի, հա, առաջին Սաղմոսն է, յանել է այր, որ ոչ գնացի խորհրդես անբարշտած, ի ճանապարհի մեղավորացնա ոչ եկած, այսինքն սա հայրը բացատրում է, որ սա հենց հիմնակարն է, որի վրա կա, ու Քրիստոսը ես եմ առաջին եւ վերջինը, եւ 150-րդ Սաղմոսով փառաբանություն է նման։ Հիմա այսինքն որտեղ հասանք, իչար հրեշտակացները, հրեշտակները արդեն սկսում են մարդուն, հա, մկան տեսքով, կա, հա, օձերի տեսքով, մեկ էլ որ շոկի իրանք տեսնում են այդ բաները, հա, այսինքն սա նշան է, ազդանշան է մարդու համար, որ խորացել է ինչի մեջ, ստի մեջ, որ սուտը դարձել է իր համար սովորական, հա, հրաժարիմքի առաջի քայլը սուտն է։ Իչար պաշտոնեից նրա, իչար կամարած, ովքեր են դրանք, պաշտոնյա կամարան, դա վհուկներն են, դա այդ նայողներն են, դա իր չգիտեմ հազարը, որ մարդիկ մի հատ տարօրինակ բան են տեսնում, հա, որտեղ ինքան է մեջը արդեն աշխարհը լցված, որ մի անգամ որտեղ կա թուղթուգիր անող, որտեղ կա նայող, որտեղ կա բացող, փակող, հասկանում եք, այսինքն սա խոսում է մարդու անկման մասին, սիրելիներ, հա։ Եվ ամենայն չար զորութենեն օրնա, ամենայն չար զորությունն էլ դա դժոխն է, այսինքն հրաժարիմքը մեզ ասում է, որ սուտը մեզ տանում է դժոխ, համար ես խնդրում եմ, որ ամեն օր անհրաժեշտ դվածվելուց մենք ոչ թե ըստ Քրիստոսի ասածով պետք է մենք ամանի արտաքինը մաքրենք, այլև ներսը, ներսը մենք չենք կարող, ներսը միայն Քրիստոսն է մենք մեր խոնարհությունը պետք է ցուցաբերենք Քրիստոսին, հա։ Իրա տված գիրքը, որը կոչված է, սա ամենօրյա գիրք է, մենք ամենօրյա պետք է սա մեր աչքի տակ ունենք, մենք միշտ պետք է սրանով ապրենք։ Քրիստոնյա ինչ անում, Քրիստոսն է, Քրիստոն նրան է, Քրիստոս մեր մեջ է, յուրաքանչյուր մկրտվածի մեջ։ Սա Քրիստոսի կերակուրն է, մենք չենք կարող Քրիստոսի, եթե մարդ մկրտվում է, հա, ու եկեղեցի չի գալիս, հա, դա օրինակ սենց է նաև մեկնում մկրտությունը հայրերը, ասում է
ոնց որ մարդը մինչև ծնվելը 9 ամիս մոր որովայնի մեջ է նա կենդանի, այդ նույն մարդն է կա, չէ՞։ Այսինքն մոր որովայնի մեջ ամրանում է, որպեսզի լույս աշխարհ գա ու կարողանա ապրի աշխարհում։ Տենց էլ ասում եկեղեցին Սուրբ Ավազանը եկեղեցու արգանն է։ Մենք ծնվում ենք ինչի համար, որ մոր փորի մեջ լինենք, մինչև մեր հավիտենական ծնունդը, որպես մենք պետք է զարգանանք եկեղեցու մեջ։ Դրա համար ասեմ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Տապանը ինչի համար, որտեվ եթե պտուղը մի ամիս հետո, հա, դա վիժվա, դա վիժում է եւ նա չունի կյանք։ Եթե մկրտվել ենք, մենք պետք է սնվենք եկեղեցում։ Սնում է մեզ Աստված, ոնց ասում ինքը գիտի ոնց ասում, հա, աղոթներով, ժամերություններով, սուրբ հաղորդությամբ, հա, քահանայի միջոցով, Աստվածը, բայց եկեղեցու անդամ պետք է։ Հիմա եւ նաեւ ձեր հարազատներ ունեք, որ մկրտված են, հա, բայց անտեսում են եկեղեցի, հա։ Նաեւ ձեր հորդորը պետք է լինի, որ ստեղ պետք է աճես հավիտենական կյանքի մեջ։ 9 ամիս մարդ դիմոր որովայնը մոչ։ Տենց էլ մինչև այս կյանքի վեր մենք պետք է եկեղեցում աճենք, որ կարողանանք հավիտենական կյանքին լույսերի դիմանալ, հա։ Հիմա այս հրաժարինքի մասին ասեն բարձր է, բայց խնդրում ամեն առավոտ եւ հրաժարինքը կասեք, իմացեք որ կարևոր ստեղ մեղներ սուտը, որ հրաժարվենք սուտից։ Դա շատ է մտել մեր առօրյայի մեջ, հա, նենց տեղերի կասեմ, բայց երբ որ ուշադիր ենք լինում, արդեն մեր պահապան հրեշտակը մեր այդտեղ սուտ է, այդտեղ ասեցի, հա, այդ պահը կա, որ մենք կարողանանք, հա, Աստծո ողորմությամբ չարի դեմ պայքարել։ Հիմա ինչ որ կան այս հարցով, այս վերաբերյալ ինչ որ հարցեր։ Իհարկե։ Մարդիկ ամեն առաջ գնացել, որ ապրիլի 1-ը սծի օր են հայտարարել։ Հա։ Հիմա տես, բայց ի՞նչն է, տեսնես բան։ Ինչ չի կատարվում, ինչ զերյա պայքար գնում Աստծո։ Հիմա նայ։ Օր են նշանակել։ Հիմա տես ոնց է։ Հիմա շարունակված է նաև սատանայի օրը դարձել է ժամանակակից միջոց։ Ինչ համար բան է, որ ոնց է մարդկությանը տանում դեպի Հիմա տես ոնց է, տես, բայց հիմա Ռոբի ջան, հարցը լսեց։ Հիմա տես ոնց ենք, տես հիմա ես ու դու ոնց ենք սատանայի գործը շարունակում։ Տես ինքը մեղք արեց, հա, եւ այդ մեղքի մասին խոսալը մենք տարածում։ Պատկերացիք։ Ասում են հումոր է, էլի, ասում են հումոր ենք անում։ Սուրբ եկեղեցու մեջ, Աստծո տաճարի մեջ, տես ոնց է, տես ասեն առանց չարը մեկի միջոցով գործում է, այն մյուսի, ինչ ասեմ, մի դակի, չէ, մյուսի միջոցով ինքը պատմում է, մեղադրում է, մեղքը պատմում է, չէ, բայց դա տարածվեց, հա, այդ պահը որքան։ Դրա համար շատ կարևոր է ստեղ մենք որ կարողանանք այնքան ասես հետաքրքիր բաներ կա սուրբ գրքից կարող։ Օրինակ ես հաջորդ հանդիպման ժամանակ մենք կարող ենք օրինակ դավանությունն է գալիս հետո, հա, հրաժարինքից դավանությունը միացնես մանրամասն է, հետո մեղաներն է գալիս, հետո արդեն գալիս է ժամերգությունները, իշերային ժամերգություններ, այնտեղ կա քարոզ, այ Քրիստոսի քարոզը, հա, Զարթուցյալ, Կասամենեկյան, Հանգստունե քնո, այ դրանք սաղ ուսումնա, եթե Աստծո ողորմությամբ, որ լինի, որ կարողանանք ժամերգություններին մասնակցենք եւ իմանանք թե ինչն է սա ժամանակ եւ ուշադրություն տրամադրելով Աստծո սուրբ գրերին մենք կարողանում ենք մեր ներսը մաքրել։ Մնացած ինչ որ մեզ հաճելի է, մեզ լավ է, չէ, դա արտաքինն է մաքրում։ Մի քիչ բարդ է դժվար, բայց մինչև այդ որ մենք մինչև ուսումնասիրենք, մինչև ով որ ժամագիր ձեռք կբերի, շատ կարեւոր է 9-ին եւ 5-ին գոնե 15 րոպե ջրներ կամ հայրներն ենք ասում մենք, հա, կամ Տեր Հիսուս Քրիստոս, Դավիթի 5 քարն ենք հիշում, որ Գոլիաթի գլուխը ճակատագրել, Տեր Հիսուս Քրիստոս ողորմյան, զորավոր, որտեղ Քրիստոսի անունը եւ խաչատուրքվելու հետ դա ոչ մի դեպք չի դիմանա, սա ոնց մաքրում է։ Իսկ մի հարցնալիրքը որտեղից կարող է Ժամագիրքը մեր բոլոր շողակացի խանութում, բոլոր խանութներում փառք Աստծո վաճառվում է։ Հայ արաքել ժամագիրքը Ստեղ կա մի վարչից տանք։
Ժամագիր Հայաստանյան Սուրբ եկեղեցու Մար Աթոր Սուրբ Էջմիածը։ Այս մեր այս են գիրքն է, որ պետք է ուղեցույց լինի բոլոր քրիստոնյաների։ Մենք ուզում որ այս ուսումնասիրենք այս ընթացքում։ Ուրիշ ինչ-որ հարցեր կա չարի հետ կապված, այս հրաժարիմքի հետ կհասնենք, հա, դա դավանությունը, դա էլ է, դա պաշտպանում է մեզ, ոնց որ հագուստն է պաշտպանում, չես կարող առանց հագուստի դուրս գալիս։ Հետո հաց ենք ուտում, չէ, առավոտը սուրճ ենք խմում, հա, մարդիկ դա ամրանում են, դա այդ մենք ամրանում ենք ինչով խոնարհությամբ, մենք մեղաներն ենք ասում, հա, մեղա ենք գալիս, որ մեղավոր ենք, եւ քրիստոնյային ամրացնում է խոնարհությունը, խոնարհությամբ ենք ուժեղանում, որտեղ ինչի համար ենք ամրանում խոնարհությամբ, որտեղ Սաղմոս 2-ն ասում է խոնարհ սրտում է բնակվում Աստված, ամբարիշտին հակառակը, հա, զորանում ենք Քրիստոսով, որ խոնարհ սրտում բնակվում է, եւ աղոթքը տնից դուրս ես գալիս պետք է զենք վերցնես, այսինքն հիմա ժամանակի զենքը գումարն է, հա, փող պետք է վերցնես, որ գնա, հենց էլ ասում աղոթք անում ես, հա, կամ մարդ որ մեկ է գիշերը 3-ին զարթացնում է, հա, դες աշխարհի մարդը խղճը չգիտի, անգամ դեղա խմում, ես քնաբերնա խմում, այն հոգեբանի մոտ է գնում, ես բանի մոտ, բայց ընդհանրապես Աստված քեզ զարթնացնում, հա, գիշերային ժամերգության ժամն է, որտիս, հա, արդեն մեկ գիշերային ժամերգություն ընթերցում, հա, դից քնում, առանց ոչինչ։ Հեռախոսների մեջ էլ այդ կարդում եմ, ժամերգությունները նաև կա հեռախոսների մեջ, եւ նաև կան մեկնություններ, Սուրբ Հայրերի մեկնությունները ժամերգությունների, հա, դա էլ որ կամ ասում սերտել, այդ ժամանակը պետք է դրանով հասկանալ, մանավանդ ապաշխարության, ամբողջ օրին, ապաշխարության եւ սրբոց ունենք, գիտե ասացիք ասել, ապաշխարության օրեր կան, որ մենք պետք է, հա, սքի օր են մեր համար, հա, իսկ ինչի համար, որ մենք խաչակից ենք լինում Քրիստոսի, այսինքն իր հետ ենք, կան սրբերի տոներ, որ տոնա, որ մենք մխիթարվում ենք հաղթանակած եկեղեցով, եւ կան տերոնական տոներ, որ տերոնական, այդ օրը այդ տերոնական տոներին Սուրբ Մար եկեղեցին, սիրելիներ, արևագալ չի անում ժամեր, ինչի համար, որտեղ ասում է երկնքում արև չի ներու Քրիստոսի լույսը պետք է, Աստծո անընդհատ Ինչ շատերն ասում են մենք աղոթել չգիտենք, ասում հայր մեր գոնե հայր մերով սկսեք սովորեք կամաց կրուսավորի ձեր միտքը սկսեք կամաց աղոթեք, խոսեք։ Միշտ ասում ես զոր գալիս ժամանակ նոր որ եկեղեցի գալիս դու աղոթագիրք ունի, հələ մի հատ աղոթագիրք էլ մահացել է ողորմիլան, իսկ էլ մեկ է տարեշնվի գույնից, Գրիգոր Լուսավորիչի, Գրիգոր Նարեկացու բանը հեսով, ներսեր շնորհալու հետ աղոթա, ես վերցնում էի, ասեմ, պարկում էի կառավացին ու նրան կարդում էի, առանց հասկանալ, ուղղակի գրած աղոթագիր կարդում եմ, այդպես կարդում եմ։ Ու տենց կարծալով, ոնց որ մի օր մեկը ինձ մեջ ասում է, ախր սա աղոթներ են, դու ես ինչ ես, պարկել ես ու քո համար հակրիկ ես ստանում բան, ու ոնց որ սենց մի տեսակ եղա, հելա ու սկսեցի արդեն ծնկաչով աղոթել, ու կամաց զգում եմ, որ այդ աղոթների իմաստը իմ մեջ, ուրիշ ձև արդեն, բացատրվում է, թե ինչ է նշանակում ես խոսքերը, ու տենց հասկացա, որ սա աղոթք է, սա խնդրանք է Աստծո առջև, փառաբանության աղոթներն է կարդում, ուզում եմ ասեմ, չէ, համ գրապարով կա մեջը, համ ես գրապարով ընդհանրապես էի ժամանակ չէի հասկանում, կարդում էի մեկ-մեկ, բայց զգում որ համարյա մի երկու բան եմ հասկանում, ու էլ մնացածը ոչինչ չեմ հասկանում, սկսեցի արդեն բանով կարդալ, հա, մեր լեզվով, ու
մեր իմիջիալս ասում մեր լեզվով կարծացի, բայց շատ լավ հասկացա ու շատ լավ էլ ազդեց մեզ։ Շատ լավ։ Մանավանդ որ սկսեցի բանը կարծում էի հենց առավոտը շուտ արդեն այդ որը արդեն սկսվեց իմ մեջ արդեն հասկացա հաղորդը ինչ է նշանակում ամբողջովին առավոտ շուտ հենց որ արթնանում են մի հատ հայրներ ասում են ու հրաժարույթն է ասում ու դրանից հետո նորից մի հատ հայրները ու սկսում են կարծալ բանը մեղքերի թողությունը հա դրանից մի րոպե առաջ ասում չէ հավատամքն է ասում հավատամքը հետո նոր մեղքերի թողությունը ուզում եմ ասում որ աղոթքից ոչինչ չէի հասկանում ինձ ոնց որ ասենք Աստված ստիպում էր կանչում էր որ ես անընդհատ կարծեի ու ես կարծալով մի մոտ առնես մի բան արթնացավ ոնց որ առանց դրա էլ չէի կարող անել հենց առավոտ արթնացում ես հիմա հիմա իրան խոսքում ապացուցեց, որ դա այս գիրքը ասում ես ինքը չի իմացել այս գիրքի մասին, բայց առավոտը ասում եմ Սաղմոսը ու մեջ ասում սիրսուր և խոնարհոգի Աստված ոչ արհամբար, հա? Այդ խոնար հոգու հավանաբար պատասխանը Աստված ուղղորդել է, ոնց իմանալ որ Աստված ուղղորդել, հա, այս ինչին է ինչ-որ դիվական ես բան է, որտեղ չարը կարող է լույսով հրեշտակի պես է, որտեղ հերթականությունով գնացել է, դավանություն, մեղաներ, հրարարիք ու ճանապարհները բերել է եկեղեցի։ Ու դա ես ասում եմ անգամ ես չէի հասկանում, որ աղոթք եմ անում։ Երևի ամիսներով կարծում էի, բայց չէի հասկանում, դա աղոթք է։ Պատրանքների մասին խոսք գնաց, Դանիելը նշեց, որ պատրանքների մասին ես ուզեմ ամբողջ մեր ժամանակակից իրականության մեջ մեր ծառայության վերումով շատ ենք լսում, որ ես ձայն եմ լսում այդ պատրանքների հետ կապված։ Մենք ինչ տեղ տանք այդ ամեն ինչի մեր իրականության, քանի որ երազները կարելի է զուգահեռաբար պատրանքը այլ է, երազի մոտեցումը այլ է։ Պատրանքը, որ հենց պատրանքներից հրաժարվեցի, մեր ժողովուրդը ինչ մոտեցում ցուցաբերի այդ ամեն ինչի։ Ես ժամանակակից հարցեր եմ երբ որ դες վիճակներ են լինում, ինչու է հորդորում իր գնալ քահանաներին, հա? Գնալ քահանաներին զրկել, որտեղ քահանաները, հա, 7 տարի ճեմարանում ես ինչ ուսումնասիրում, տար առ տար, հա, ու արդեն երբ որ օրինակ համար գալիս է ձայների հարցում, չէ, արդեն ինքը հետագաց մարշրուտ որ ուրա բերում։ Այսինքն խոսքի մեջ տարբեր հարցերով դա տալիս է վերում է հանգցնում է, այսինքն իր մեղքի, այսինքն բուն պատճառը, որն է, որ բերել է այն վիճակին հասցրել, որ մարդկա տեսաներն արդեն դերերի տեսնում է, ու ճապը չգիտի, մտնում է, հա, ծածկում է իրան չի կարողանում անի, ձայները լսում, այսինքն բոլոր տենց նախ եւ առաջ պետք է իմանալ, որ Քրիստոս հաղթեց, հա, անշի վրա, եւ եկեղեցին ունի բոլոր հարցերի պատասխանները։ Ինչի համար բոլոր, որտեղ եկեղեցու գրվում է Քրիստոս չկա, այստեղ երբ որ դուք գալիս եք, հա, ձեր քահանայում, հա, եւ Քրիստոս քահանայի միջոցով դու կարող քահանան այդ հարցեր տա, դες մի քիչ տարօրինակ, հա, դες մեկը պահով, հա, բայց քանի որ մեր բոլոր քահանաները շնորհի տակ են, շնորհ ինչ է նշանակում։ Ոնց որ Պողոս Արաքելն ասել, ոչ թե ես, բայց Քրիստոս արգություն։ Մենք դա որ պետք է եկեղեցի գալի, իմանա գալիս ենք մեր որդու։ Քահանան լսափողն է, որ մենք կարող ենք կապնենք Աստծու հետ, հա։ Եվ արդեն իրանց 7 տարվա այդ ուսումնը կաթերը շուտերին չչորացած, հա, գնում ենք ջերմարում, հա։ Այս պատկերացնում եք ինչից կտրված։ Այնտեղ 7 տարի սովոր ամբողջ օրը սերտում են։ Միակ եթե որպես պատիժ, ամենահիանալի պատիժն են ասում, ասում Սուրբ Գիրքի 5
ինչի մեջով են մեծանում։ Այսինքն ոնց գիտենք, որ քահանա միշտ ուղղափառ քարոզատ է, որտեղ դա է, ջուրը եթե սպունգը դες թրջեր ջրի մեջ, քամես ջուր կի, մեղրի մեջ դες քամես մեղր։ Եթե դպրոցից հետո, հա, մեր քահաները գնում են Աստծո խոսքի մեջ են ներթափ, իրանցից որ կողմից հարցած թե Աստծո ճշմարիտ դավանությունը պատասխան։ Իհարկե, լինում են նաև բացառություններ, քահանա չարը քնած չի։ Մենք գիտենք, որ բավականին փորձառու հարված քահանաների մատրեց չարը։ Գիտենք, որ դուրս են գալիս հասկանում ես ինչ-որ եկեղեցու դեմ, հա։ Դա մեր աղոթքը պետք է, ոչ թե մենք իրար վաղն ենք ամեն դա չենք խավրից, մենք տեսնում ենք չարի զորություն։ Եթե ասում եմ բուն ճուղը չխնայից, կամ մենք որ պատվաստված ենք, հա, այս պատկերը ինչքան զգուշ պետք է լինենք։ Իսկ զգուշը ինչ է ամենաառաջին հրաժարվել չարից։ Չարը գալիս է երեք նպատակ, սպանել, կործանել ու կորուստի մատնել, նա ուրիշ ով ինչ ունի է դա տալիս։ Աստված օրհնություն է տալիս, Աստծո կամքը կա։ Սատանեն անիծված է, նա մենակ անեծում, հնարավոր չի չարի կամքը կատարես, չարի ճանապարհներով գնաս, որը գնաս գողության, գնաս շնության, դրա չարի ճանապարհներով անեծվի, ասա ուրիշ բան չունի, ով ինչ ունի է դա տալիս։ Ժամը երբ որ տես բաներ լինում են, հա, երազները, ձայները, ասում այս շատ տարբերից գալիս են, ասում են հատուկ ապօրիններ կապերսում, հայրավարներում են ձերված են, հանայի ձերոչումա եւ մատի, ասեն ձեր աշխարհը շրջությունները եք տեսել, պատասխան ձեր աշխարհը ամեն ինչ եղել է, ինչն ասել։ Դες հիմա դες շատ է խնդիր կա, այդ որ քահանան կա, չէ՞ որ սատանային չէ, դեռ ասում է նախանձ, այսինքն դու քահանային նախանձ սարքես։ Բայց ով է ամենամեծ նախանձը։ Աստված է։ Մեր Աստված նախանձ։ Այսինքն ինչ է նախ անձ, նախ քո անձ։ Եվ որ շատ են գովում, հա, օրինակ ասում է, սա շատ լավ քարոզիչ է, շատ լավ քարոզիչ է, չէ՞։ Մենք եք ականմայից սկզբից ձերը քաշում հանելուց։ Հետո ծուս ինքնա ձեր կզեն, ասում ի՞նչ նախանձ է։ Անձը նախ Քրիստոսից նախ առաջ է, նախ անձ։ Դա ում պատճառ, դա մեր, այսինքն նախ առաջ է Աստծո։ Ուստեղ արդեն սկսում է կործանում։ Մի սուպերմեն դից ինքեք, հա, մենք միշտ պետք է իմանանք, միան բժիշկ, եկեղեցին հիվանդ անձ։ Բոլորը քահանայից մինչև ամենավերջի դեպքերս բուժման կա։ Միակ բժիշկը Հիսուս Քրիստոս։ Արդար ճշմարիտ։ Բայց պետք է իմանալ, որ հա միշտ գործում է օցիանի մեջ, որտեղ դառը չես տա, շատերը մոլորվում են, գնում են եկեղեցուց դուրս, ինչ-որ մխիթարություն են ունենում, բայց շնորհն է շատ կարևոր։ Ես որ նոր էի հաղորդություն ստացել, ուրեմն քնում էի, հանկարծանում էի, պատերի վրա էլ շապավեններ, էլ սարդեր, էլ չգիտես ինչեր, հանկարծ հակի տեսիկով տեսնում էի։ Հետո արդեն սկսեցի մտածել, ասես ինչ է կատարվում մեր տանից հետ, ինչ է։ Ու սկսեցի աղոթներ, էլ ժամագիր կառը, Աստված ասում ես ձեռքից չեմ գցում, ժամագրքով, աղոթքներով, հիմա ոչ մի բան չկա, այնքան լավ ու հանգիստ եմ ինձ զգում, որ ասել չեմ տեսնել ինչեր էի տեսնում։ Ասում եմ բժշկության ասում մի ժամանակ գալիս են եկեղեցի չեն կարող 15 րոպե ասում ինչն էր պատճառը, հիվանդ է։ Հիմա գալիս է ժամերով պարասոտան, ասում ինչ պատահեց Քրիստոս բժիշկ։ Հիմա երևի ժամանակը դեպք պատրաստ չի հատուցան, ստանում էր հարցում, ուտես բաներ են տեսնել։ Հիմա ասեմ ասում տեղը հանել ես։ Մի ժապավեններ, ուտես բոլորը գալիս են հաղորդության տեսնել, և ոչ մի։ Հիմա կրտված է, բայց թե շատ է անհանգստացնում նրանց հարցը, ինքն ասում է Աստված մի բա հոգևոր աչքի բացում է, ասում է քահանայությունն ասում է արունակի Քրիստոս ասում։ Ով որ պետք է
Սովորական Այսինքն, հա, հենց որ անտեսանելին գնում է։ Հեշտակը կանգնած է հրեղեն սրով, հա, որ չի թողնում, որ ինչ-որ, հա, հենց որ հաղորդում նպատակ չի, գրիչ, անպայման դատապարտություններ է, բայց իմացած ես ոնց ես մոտենում, դատապարտություն չլինի քեզ։ Մարդը հիշեք, որ մենք մարդը Քրիստոս սրտին անանք, մարդը եկեղեցի գնում է կետոն եկեղեցիներում գնում է, տպավորություն է, որ մարդիկ ստիլիստերի մոտ են գնում, դեր ժամերով նստում են այդ գեղեցկության տանը, որ կան մի ժամ եկեղեցի, հա, այսինքն արտաքինը փայլացնում է, բայց Քրիստոսը ներսն է, սիրտը մաքրում է, միայն հա, ու այս մաքրման եղանակը տված, մինչև դու Կիրակի գաս հաղորդություն ստանալու, երկուշաբթի ունես, առավոտյան, երեկոյան, երեքշաբթի, չորեքշաբթի պահ ունես, ուրբաթ պահ ունես, նոր դու կարած դաս, հասկանում ես տենց այդ որ դու հաղորդություն կրես։ Թե չէ, ասում ստանում են, որ չի բան չի թողնում։ Այսինքն սա մենք պետք է աշխատանք, պատերազմ, հոգևոր կյանքը դա պատերազմ, թշնամի քննաշ։ Ասում ոնց որ լողանում ենք, վարդում ենք քննելու, չէ՞։ Բայց առավոտ արտանում ես մաշկիդ վրա ինչ-որ բան է, հա։ Զգում ես, որ մաքուր չի։ Տիրոջ խոսքի ասում է, երբ որ քնած ես, հա, ասում մենք ծորենից սերուսեր չանեցին, որտեղից ես որոնում, ասում երբ որ քնած ամար, հա, թշնամին ա որոնց անում, սատան օր ու գիշեր մեր վրա որոնց անում, դա համար մենք այդ առաջին հերթին մենք հրաժարվում ենք, հա, աղոթքներով, պատմությունը անհանում որ Քրիստոսից առաջ չդինալու հիշեցի նարեկացի նորերը ձերի գլխի մեջ մի հատ հատված ուներ որ միշտ այդի բան որ դասի պես բանում շատ հետաքրքիր օրեր ես պիտի կազմում ասում մարդպես որպես չխայտարակվեն մեզ դատաստանում Եվ ինչպես որ ինձ ուզում են պատմել վայրում շուկով սիրելիները կանվանում։ Կրոնավորի զգեստից բարեձևությանը նայելու, անգիտար արատներին երանի են տալիս երկրից։ Դու էլ են արագոր ամենապարքև որդնյալ մարդասը, ողորվով այդ բոլոր արարածների ավասարապես։ Անթշվարի սերության համար աշխարհի նրանց է կստիրենց հավատքի։ Ընծայի նրանց ու որպես պարկև մեծությունը տաներց և քո պսակը հավեր ժանթարան ամեն ինչ գնով ու պարզեվանով մեր դատաստանի վերջին օրը։ Ես կրոնավորից գեստի բարեձևությանը այստեղ պարզ միատման որ նարեկացիներ, հա, որ ուշադրում են դնում, իրանք Քրիստոսից առաջին է։ Ես իգիտություն, ու ասման սուրբերը Ուրեմն շատ կարևոր է, ուրեմն շատ օգտակար է խանգարում հակարդում։ Դու պետք է համար ջանք գործադրես ու Հիմա նայեք, այս սուրբերն ասում է նարեկացիները երբեք չեն սիրում։ Իրանք տեսնի իրաց կողմենա մեղով, օստրով մի հատ լինող կար, չէ՞ ասում է մեղքերս ասում է գարշավոտում են։ Այսինքն նրանք իրենք այդ հոգևորն են տեսնում, ներսն են տեսնում, ինչ որ մեր աշխարհից ծածկված է։ Մենք արտաքինն ենք տեսնում, բայց ներսն են տեսնում, չեն կարողանում հասկանալ, ներսի բանը, որ չեն կարողանում, ուզում են մոտենալ միսին, բայց չեն կարողանում այդ բանը չթողնել։ Ընկած բնությունը, այդ խաթարված հակառակական փոխադրույթի խաթարված բնությունը։ Խաթարված բնությունը։ Դա համար մեր ամբողջ կյանքի այնպես կան աղանդավոր ապաշխարած է։ Ապաշխարությունը ամբողջ կյանքի գործը չքննարկան աշխատանք, միշտ ասում ամեն օրվա ապաշխարության օրեր կան սահմանված, ապաշխարության սուրբերի օրերն են կան տերունական եկեղեցի մեզ ուղղորդում է Քրիստոս եկեղեցու մեջ մեր ձեռքը դրած տանում մեր գործն է եկեղեցու մեջ Ապաշխարությունը միանգամություն մտնում ես եկեղեցի, պետք է հիշես ոնց ես առաջին օրը մտնում։ Այդ այդպես
քանի տարի գալ ասենք, այս քահանան ասեց, այս դեպիրը սև բան հակապը էսինից բանը էսից խոսած, չէ, արդյոք ամեն անգամ 50 տարի դուրս դոզը առաջ ես այ ասում ես ամեն ինչ պետք է միշտ այդ երկու ասու երկու սա ապաշխարության մասն է ուզում ասեմ, ապաշխարությունը նայ չի, որ մի անգամ ապաշխարեցին ու սյո վերջացավ, այդպես բան չկա։ Մարդը միշտ է դում է գործում։ Ադամը 930 տարի ապաշխարեց, Քանի ապրում է աշխարհի վերջով ես կանգնում դեպքով դեպի Աստծո։ Դες բան չկա, որ մեկն ասես ապաշխարեցի վերջացավ, արդեն բան բոլորը հիմա երբ որ ես ասում եմ ես ասում եմ սենց աղոթի, հա, պետք է աղոթի կար, նախ և երբ ես աղոթավոր ասում եմ ես արդեն սենց եմ, դա ինչ համար Աստված թող որ քեզ ասում եմ, ու դու ուղղակի դու ոչ թե վիճես կա, այլ դու աղոթ անես կա, դա հայրեն Դու մի բան էլ ասում էի Դանիել ջան, հետո ինչքան մոտենում ես Աստծուն, այնքան չարի դեմ պայքարը ավելի ահավոր է լինում։ Ավելի է քեզ խեղդում ու ավելին ես բաներ անում, որ դու չկարողանաս։ Այս վերաբերյալ հասկացան, էլի վանականից մի գալիս է վանախորի մոտ, ասում է էլ չեմ կարող։ Ինչքան մոտենում ես, անցնում է տարիները չարը ավելի է, ասում է չեմ կարող։ Ասում է արի, վարձարում է տանիք, հա, ասում է նայում արևմուտք, նայում արևմուտք, տեսնում է հզոր մի հատ դևերի բանա, ասում ցարտակ սխոշում, ասում է, հա, ասում ես պայքարել։ Զգում եմ արդեն հուսահատ վիճակ է, հիմա ասում է նայում եմ արևել, ասում է տեսնում ավելի հզոր հրեշտակների մի հատ գունդեր, որ ասում ասա քո պաշտպանության համար եմ, գնալ ու աղոթքը շարունակել, ինչքան սաստկանում է, չարենքան Քրիստոսի խաչի վրա հաղթեց չարին, դու միշտ դիմանալ, այսինքն մենք մենակ հրաժարվելուց ենք նայում արևմուտք, հետո դառնում ենք լույս Աստված գիտության դու ոչ թե դիմայես որ չար ավելի է, դիմայես Քրիստոսի, հա, որ քու բոլոր մեղքերը խաչի վրա, քու քեզ գրկած տանում, հա, այդ է, հանձնես։ Իմ օրինակից ասի Դանիել ջան, որ ու sense ոնց է տելևիզոր նայում կինո։ Ինձ այդպես տարավ սատանան գցեց Աստծո առջև sense Սուրբ Երուսան առջև, ասեց սա քո հավատացյալը, այս փալասը։ Այնց այդ խոսակցությունները գնում են, երազը էր թե ինչ է, տեսիք էր չգիտեմ, Աստված գիտի։ Ու տենց գցեց ու դրանից հետո մինչև այսօր չեմ կարող վերականգնել։ Թե աղոթների մեջ եմ ծուլանում, վերջը, ու զգում եմ, որ դա ինձանից է, ես ինքս եմ։ Հեռանալով Հիսուս Քրիստոսից, Սուրբ Երեցությունից, այդ օրին հասել։ Դու մի անգամ վիճակ մոտեցի Տերորը, հա, ոնց է Տերորը իրան տեսուլցես։ Ինուն ասես չէ, որ խաղաղությունից։ Ասում ոնց են պատրվել հայերը, հա, ասում չարի լսել են, այսինքն պատկերացնես հարգանք են տվել, ինչ-որ տեղի են տվել, որտեղ ասում գալիս է լուսի հրեշտակի տեղ, բայց որ գալիս է ինչ-որ բան սովորացնում, երբ որ տեղի քեզ տալիս, հա, ինքը իշխանություն Այն խոսքն էր, որ ասում է բանը Հիսուս Քրիստոսը, որ ասում է Ինգերոն հարկից իրան նետել է, ձայնի հետևում, ձայնը մեջ դուրս է եկել, մինչև հետ իրան ուղորդել է հրեշտակ աղջկանունով։ Դուրս է եկել, ծիծաղացել, ասել է դու իմ ուզածը արեցիր։ Ինչն է ամբողջ արմատը, որ մենք, որ եթե մենք համարում ենք մեզ եկեղեցու զավակ, մեզ ամբողջությամբ Աստված հայտնվել է։ Մենք էլ աղոթք որ անում ենք, աղոթքը դա քո կապն է, հիմա եթե դու կենտրոնացած ես աղոթքանում, չես նկատում կողքը, լիարժեք sense կտրված արեցի բամբակի պես է։ Հիմա այն ժամանակ երբ ինքը ապրում է, երբ արդեն չեմ կենտրոնանում, խնդրում եմ կենտրոնացում, իրան տեսնում, որ ինքը ոնց օգնի, ես կենտրոնանամ։ Մենք Աստված հրեշտակի միջոցով ուղարկում, որ մենք այդպես ենք կենտրոնանում։ Ես մանրամասնում եմ,
պայման պատկերը, բայց եթե հանկարծ այդ բանն էլ միտքս ասնեց, աղոթելու ժամանակ կա միտքս խորում։ Մեկ էլ այդ աղոթելու ժամանակ կարամ լրի ուրիշ բան կա, խանգարի։ Ու երբ ուզում եմ կենտրոնանալ ամենամեծ հարցակումը լինում է եկեղեցում, ամենամեծ հարցակումը լինում է Սուրբ Պատարագի ընթացքում, ժամերգությունների ընթացքում, յուրաքանչյուր հոգևորականից սկսած հավատացյալից դուրս եկել, եւ ամենամեծ շեղումները հենց լինում է եկեղեցում, երբ որ Աստծո տան մեջ է, չարը ծույլի ամենաաշխատասերն է, մենք ունենք բակի այերազնի բակի ժամանակ, որ մենք շատ ենք աղոթում, սկսում է արդեն հարցակվել, տարբեր միջոցներով կհարցակվի։ Մենք կարող ենք մտածել, որ անձնական կոնֆլիկտներ պիտի առաջ բերի, ոչ, շատ հաճախ լինում է, որ դու գնաց ես կամ Սուրբ Գիրք ես կարդացել, մի անգամից սենց վեր ես ելնում, որովհետև քալի քեզ խանգարում։ Այսինքն ավելի մենք պետք է արմատավորված լինենք մեր հավատքի, աղոթքի կյանքի մեջ, որ մենք այդ ամեն ինչին կարողանանք դիմանալ։ Դանելը լավ ասաց, չէ՞, այսինքն մեզ արթնացնում այդ ժամին մենք տագնապ ենք ունենում կամ վախը գալիս, շատերս խաչակնքվում ենք ու նորից շարունակում ենք քննելու, բայց երբ որ այնպես 5 րոպե աղոթք ավելի Տեր Հիսուս Քրիստոս որդի Աստծո ողորմյա մեծ բազմամեղներից կամ դեպքը մարդը շատ դաժան բան է դառնում չարի նկատմամբ էլի, այդ դուք հավատ կարողացեք հավատքարի, չէ, մենք, չէ, դուք չտեսնեք էդի, որովհետև դուք որ տեսնեք մարդկա կվախենա, ես ինչ է չէ, ամեն մեկը մի տեղ է, մարդկա կվախենա, մարդկա կարող է նաև իրա մեջ այդ տեղից էլի գնա դրա մեջ, այդ շատ բան վիճակ է, նույնը ոնց օրինակ բերեմ ձեզ, որ բժիշկը վիրահատություն անում, քույր կա, որ վաղից դուրս է գալիս, չէ, որտեղ մահամերձ է, կյանքի մահու կռիվ է տալիս։ Նույնը այդ վիճակի մեջ մարդը հարցադրում անում, ասում է բոլոր եկեղեցիները ոչ մի եկեղեցի հարցի պատասխան չի տալիս։ Բայց իր հարցի պատասխանը 10 բառից հետո վերջացավ։ Այսինքն հավատացյալը ունի սահման, այդ սահմանից չեմ ասում հոգևորականները, հոգևորականը այդ ձեռնադրությամբ, ոցությամբ, այդ շնորհիտակ լինելով, միշտ այդ Աստված այդ մարդու միջոցով է կարգված է մարդու, որ ինքը կարգվել Աստծո կամքով, ասում է Աստծո կամքով իշխանություն տվեց ինձ։ Հիմա առաքյալներին տվեց իշխանություն, չէ, քարոզելու, նաև կապելու, արձակելու։ Այդ ձեռնադրությամբ փոխանցվում է այդ ամբողջ իշխանությունը հոգևորական ձեռնադրության կարգ։ Այսօր լուսավորչի տոններ, չէ, այդ ամբողջ չարչարանքներով էլ անցած է քրիստոնյա, չարչարված կրոն է քրիստոնեությունը, բայց հաղթանակած կրոն է։ Եվ այս ամբողջը գալիս հասնում է մեր իրականություն, իսկ դրա դեմ, չարի դեմ միայն առաքյալները կարողացան, շնորհ ունեցողը կարողացավ մարդ ընչել։ Չարը կարող է ենթարկվի չարին մոլորեցնելու համար։ Չարը, այսի արմատական բառ եմ ասում ձեզ, ենթարկվի չարին։ Ինչու, որովհետև շատերը ասում են բժշկություններ տեղի ունեցավ, շատերը դուրս են գալիս մի ձևի, ասում են տեսա վկայություններ են անում, չարը այդ օգտագործումը, որ մոլորեցնի։ Օրինակ մեկը ծխողա, ծխում է, չէ՞, դա դևն է բռնել ծխում է։ Ինքը հանձնում է ավելի հզոր դևին, ասում է հպարտության դևին։ Մեկն ասում է ես կամ քյուժն եմ, ես թարգեցի, ես ծխելը թարգեցի, կամ եկա այս աղան ծխելը թարգեցի, հա։ Դեռ արդեն իրան մի դևը թույլը հանձնում ավելի հզոր դևին, որ նա արդեն գարա ասում է ես տանում իրան կորսան, ավելի լավ կտան։ Այդ նկարած, որ պայքարեց, բայց հպարտությունը իրան կորցրեց։ Հպարտությունը հրեշտակը, ունարություն։ Շատ մեծ պայքար է։ Ես բանը նարեկացու հատված ինչի մեջ բերեցի, որ երբեք ոչ մեկս, եթե նարեկը, այսինքն տեսեք, ոչ մեկը չպիտի հպարտանա, իրան Քրիստոսից առաջ չտանի, որովհետև ոնց բարձրացրեց, այսպես նաև մենք չացնի, որ սուրգերում ասում։ Հիմա ստեղ կարևորը, որ մենք զգոն ենք, ասում արթուն եղեք և որ կարևոր է։
Հա, ոչ մենք էս չգիտենք, ասում եմ, վահ երկրորդ Գալստյան Կիրակին է երկրորդ գալուս։ Հա, հաջա։ Հայրը մեր, որ Հորինիչս ես, Սուրբ Երեցի անուն քո, եկես թե արքայություն քո, Երեցի կամք քո, որպես երկինս և երկրից, ըսած մեր հանապազոր, ուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեր թողում մերոց պարտականած, և մի տանից մեզ իպոտություն, այն բրկյաս մեզ իշարեր, զիքորայ արտայություն և զորություն և բարդավիցյանս ամեն։ Սուրբ խաչի վասավը չես սուր գստեր, լիսովա պրկեսես մեզի մեղած և կեցուսեր շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր, կեցո և ողորմյա, պահպանի ջևույս ավատացելոց Քրիստոս Աստված մեր բայա պահպանյա և ոտնյա առաջինկացյալ ավատացյալ ծառայքս, ընդովանյալ սուրբ և պատվական խաչի վտկովի խաղաղության պետք է երևելի և աներևույն թշնամույն, արժանավորյա գողության պարավորելս քեզ ընթոր և սուրբ ոգույն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, Որդնեցից ըստեր ամենայն ժամ, որդնություն նորա ի վերան, Օրտնյալ և երուկի շնորացուն ոգույն, երթակի խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ձեզ և ընդամենեսյան սրտ ամեն։ Դանիելը լավ միտք տվեց ժամագրքի ընդհանուր աղոթների մասին խոսելու և ես այդ ընթացքում մտածեցի նաև Աստված առաջ պատարագի մասին շատ կարևոր է քուլարքուր փոքրիկ մեկնություն ունենանք խոսենք ժամագրքի զուգահեռ և պատարագչի զգեստների մասին որովհետև մենք ցենց ընդհանուր կերպարը տեսնում ենք, կարդում ենք, բայց այդ ընթացքում օրը մի բան կավելացնենք, հիմա Աստված առաջ տեսնենք Տերը ոնց